Փաշինյանը այնուամենայնիվ ընտրությունների ամբողջ օրվա ընթացքում ընդդիմադիր ուժերը բարձրաձայնում էին ընտրախախտումների վերաբերյալ, որքանով են այդ ընտրախախտումները ըստ ձեզ համապատասխանում իրականությանը, նաև ձերբակալություններ են տեղ ունենում եւ հայտարարում է, որ տոտալ ըստ էության տեղի է ունեցել ճնշում ընդդիմության նկատմամբ, ինչը եւ ըստ էության հնարավոր է եղել ապահովել քաղաքացիական պայմանագրի հաղթանակը եւ ձեր թվերը ինչ են ցույց տալիս խորհրդարան բացի քաղաքացիական պայմանագրից, որ մյուս ուժերը կանցնեն։ Ինչ վերաբերում է խախտումների մասին տվյալներին, այսինքն ինչ նկատի ունեք, որ ինչ որ մարդիկ սխալ շորով են ներկայացել ընտրական տեղամաս, այսինքն ես բացառում եմ Հայաստանի քաղաքացիների ազատ կամ արտահայտման նկատմամբ որևէ ներգործություն ապօրինի իշխանության կողմից, բայց ակնհայտ է նաև, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ընտրակաշառքների եւ այլ մեխանիզմներ է աշխատացրել եւ մեր իրավապահ մարմինները իհարկե արձագանքել են, բայց նաև այդ ծավալը ցույց է տալիս, որ ոչ ամբողջական ենք մենք կարողացել բացահայտել եւ մնացածը հնդածս կերևա։ Ես մեր արդյունքների պատասխանատուն եմ, ես կխոսեմ մեր արդյունքների մասին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար